Ադրբեջանի արտգործնախարարն ասաց, որ իրենք ռուսներին տեղյակ են պահել գործողությունը սկսելուց 15 րոպե առաջ եւ զգուշացրել են, որ եթե իրենք ռուսները հետևություն չանեն, ապա կարող են հայտնվել վտանգավոր գոտում։ Այսինքն ռուս խաղապահներին սպառնացել են, նրանք էլ սպառնալիքի ազդեցության տակ գնացել են ապահով վայրեր, որ իրենց վտանգ չպատճառի, իսկ Ղարաբաղի բնակչության, մեր քույրերի, եղբայրների կյանքն ու նրանց կյանքի ապահովագրումը ինչի համար իրենք Լեռնային Ղարաբաղում էին, այդ իրենց համար ոչ մի բան։ Այստեղից հետևությունը հետևյալում է, որ Ռուսաստանը այնքան թույլ է, որ Ադրբեջանը ուլտիմատում է ներկայացնում Ռուսաստանին, ու այդ Ռուսաստանը զիջում է, հետևաբար այդ Ռուսաստանով նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ վերադառնալու կողմնակիցները հիշողության խնդիր ունեն կամ այլ կարգի կապվածություն ունեն Ռուսաստանի հետ, որի դիմաց վճարվում են, կամ չգիտեմ, որովհետև այդ նույն Ռուսաստանը ուղղակի փախել 15 րոպե առաջ զգուշացրել են, ավելի անհարգալից վերաբերմունք, այն դեպքում, երբ որ Ռուսաստանն ու Թուրքիան մշտադիտարկման հենակետ ունեին Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում։ 15 րոպե առաջ զգուշացրել են, ասել են գնացեք մտեք տաքստոսները, հակառակ դեպքում ձեր կյանքը վտանգված է, ու իրենք էլ գնացել տակնվել են։ Այդ Ռուսաստանի վրա հույս դնելը, որին Ադրբեջանը ուլտիմատում է ներկայացրել, ու նրանք էլ այդ ուլտիմատումին ենթարկվել են, այդ Ռուսաստանի վրա հույս դնելը անմտություն է։